Ողջույն, որոշեցի այ հենց սենց հոգնատանջել, սկսել այսօրվա վլոգը, գիշեվա 2:30-ը, ես ու Խորենը վերջացրեցինք մեր ռեմոնտը, դրեցինք շրիշակները, մաքրեցինք հատակի ներկերի հետքերը շատ դժվար այս քարի հատակից մաքրվում, լվացի ամանները, իհարկե գնացի հյուրասենյակ, տեսա, որ այնտեղ էլի բաներ կան, բայց հոգ չկլվա, մի քանի բան ա մնացել, ուղղակի ուշ ժամա աղմուկ չենք կարող անել, դրա համար դա էլ կանենք վաղը, աստիճանները դիտմամբ չեմ մաքրել, որովհետև ննջասենյակներ ենք վերանորոգելու, հաստատ էլի ներկա թափվելու իրա վրա, դրա համար երբ որ էդ էլ կանեմ, նոր կմաքրեմ, մի խոսքով ամենուրեք ներքի հետքեր էին, տանջալի էր, բայց վերջացրեցինք, այս հատվածը կարգի բերեցի, չգիտեմ, շատ գոհ եմ թե ինձնից, թե Խորենից, մի հատ ահռելի աշխատանք ա կատարվել, զգացեք երեխեք, չգիտեմ, այսպիսի պատուհանները տաքուհով են եղել, որովհետև կալունկան անջատել էինք, վրան փակել էինք, որ ներկենք, այդպես, այս հատվածի քարե պատը, երկու տակներ կհերիք է ցավոք, երրորդ տակը չկարողացանք անել այս մասով, բայց 100% ցենց շատ ավելի ակուրատնի է, քան այն քարի վիճակով, հա, այստեղ տեսնում եք վերևը մի երկու տեղ ներկեր կան, բայց ես վաղը պիտի բարձրանամ, այս գլուխը մաքրեմ, դա էլ միանգամից կմաքրեմ, պատուհաններն եմ ուզում մաքրել երեխեք ջան, եւ որոշել եմ այստեղի համար միած սիրուն վարագույր առնեմ, այս վերանորոգմանը համապատասխան, չգիտեմ, աթոռներ, սեղան, մեղան, այնքան բան են կարել, չեմ էլ կարա նկարագրեմ, ահռելի մի հատ աշխատանք էր, որ երկուսով իրականացրել ենք, ինչն էլ դեռ չենք հասցրել, անպայման վաղը ես կանեմ, սյունն էլ ներկեցինք, երկու տակ էլի, դե պարզ այս սյունը վիդեալ է, պետք է ասենց հարթեցվի, չգիտեմ, դա հատուկ տեխնիկաներ բան, բայց դե մենք դա չարեցինք, ուղղակի ներկեցինք ընդհանուր գույնին համահունչ, ցերեկով որ տեսնեք ինչ սիրուն է, այս դեղին է ստեղ նայվում, իհարկե մենք կանաչ էինք բռնել, բայց իչևէ դեղին ստացվեց, շատ սիրուն լույսը տարածում է, մի հրաշք բան է ստացվում։ Մի խոսքով այսպիսի ռեզուլտատ ունենք, որից անչափ գոհ եմ, հիմա ուզում ենք ես ու ամուսնյակս նստենք, մի քիչ վայելենք այս մեր երեկոն, այստեղ իհարկե հավաքելու բաներ դեռ կան, պիլեսոսը դիտմամբ չեմ դրել այնտեղ, որ պատիներքը չփչանա, մի խոսքով անելիքներ կան, բայց այն որ ասում է, մեծ մասը արել ենք, առավոտյան կարթնանամ, ինչն էլ պակասական եմ, շատ գոհ եմ մեզանից, չեք էլ պատկերացնի ինչքան գոհ եմ, մի հրաշալի բան, մի հրաշալի աշխատանք, այս հատվածն էլ երկու բան կա տեղը դնելու, այս զապասներկերից մի քիչ պահել եմ, որ եթե պատի վրա ինչ-որ միտեղ երեխաները կեղտոտ են, կարողանամ արագ վրձինի օգնությամբ տեղը բերել, արի, հերոս ջան, այսօր ես ու դու հերոսներ ենք, ես տանջվածքը, Խորենի աչքերի տակը գրեթե արդեն լավանում են ու հլը կոռճկա կա, մի ամիս կտևի դե, բայց նկատունում կոռճկա կա վրան, մի խոսքով Անեսաշյան չնեք տեղը Պատը վախենում եմ բանը։ Հասանյանը ոնց պատ։ Հա տեղափոխել գող։ Որ դու քրտնած ես, բայց գիտես։ Չէ։ Մազերը թացա։ Մազերս հա, բայց մարմինս ոնց չեմ զգում, ան։ Դեմքդ։ Կարմրել եմ, այդ քամբա գլուխը կախել, բարձրացնել։ Այս սառնարանը պետք է մի հատ լավ մաքրեմ, սաղ մատելի տեղ է։ Դավնել էստեղ մարկերով է, ասենց հետքերա թողեն։ Պետք է մաքրել։ Հա, իմ ու քոնն է։ Մի հա, ես բայց կոտ էի ավել մեզ։ Ինչ է։ Սխալ եմ ավել։ Ես երեխեքին եմ տվել։ Լավ, հասկացա, անես պետ պանից ուտում ես։ Դե հա, չգիտեմ, հանի տեսնենք։ Կոլա։ Մենք արժանացել ենք դրան այսօր կարելի։ Ջուջուկ կարան։ Եվ կանենք զեջու։
ահա եւ մեր տորտիկը պատրաստ է, ստացվեց շոկոլադե տորտ, այն որ 0-ից առանց նախապատրաստվելու, առանց ասոբը հավես ունենալու, համով տորտիկ է ստացվել։ Հեսա մատուցեմ, որովհետեւ այստեղ արդեն ունեմ մարդիկ, ովքեր սպասում են։ Մոտ 10-10 այսպեսի մի ժամանակ է, խորեն երեխեքի հետ գնաց պարկելու։ Ես այստեղ փայլաթիթեղ եմ փռել, ինչպես տեսնում եք, երկար, որովհետև պիտի վրանց ածկեմ։ Տավարի միսա, շատ հավես կտորներ են, այսպես փապկամսային, կարմիր պղպեղ աղ, մի փոքր ձեթ թթվասել, լավ խառնել եմ։ Հիմա կփակենք ու կդնենք վառարան, թող այսպես պատրաստվի, խորենը ինչ որ այդ տիպի մի բան է ուզել էլի, այս անգամ ոչ թե խաշած տարբերակը, ես էլ կատարող անձ եմ, պետքա կատարեմ։ Իրականում գիշերվա 1000-ն է, բայց ես ու խորենը զգուշորեն անաղմուկ փորձում ենք իմ կարծիրոփը դատարկել, որպեսզի վաղ առավոտից զբաղվենք, իր դասը պարապի խորենը ու անցնենք նջասենյակի վերանորոգմանը, կպցրեցինք սկոչները դռան հատվածներում, պատուհանի կողքերը, մի խոսքով շորերի մի մասը արդեն բասկաթոռի վրա է, բայց դեռ անելիքներ ունենք, այսպես հանգիստ դանդաղ փորձում ենք անել։ Ջան, մեր մոտ օրը բացվել է, ես մինչև արթնացա տեսա խորենը արդեն այս բանը արել, քաշել է, պատնապիլեսոսում, մի հատ սուրճ եմ խմում ու միանամ։ Պետք է պահել, Արտաշեսը իրան նոր չխորեր պատվիրես։ Դե լավ, նկարի ու կտակ հեռախոսը պահում եմ, որ չչարաշահեն։ Բանը, մի հատ ուշքի գամ ու գնամ միանամ խորենին, աչքերս չի բացում, ունես դժվար եմ արթնացել, Դավուկաս հիվանդացել է, ու Արտաշեսից վարակվեց ելն։ Գիշերը ցենց այդ որ ծանր շնչառություն է ունենում, այդ վիճակն այդ մոտը լարված է, բայց պարլազին տվեցի տենց ավելի հանգստացավ շնչառությունը։ Այն անգամ հետևորդներից մեկը ասում է Աննա, ո՞նց է կարել, որ դավը առաջ շատ էր հիվանդանում, հիմա չի հիվանդանում։ Հա, բալես։ Այդ էի նոր մտածում, հենց այդ տիպի մի բան ասում են, միշտ հաջորդում է այդ հիվանդանալը, բայց իրականում ես այդ տիկնոջն էլ ասեցի, նախ այդ բրիշկը մի քիչ վիտամին բան էր նշանակել իրան, ամառը տվեցինք, այդ օգնեց, բայց նենց եթե տանը վիրուս ա լինում, Արտաշեսը դպրոցից բերումական բան, դավն էլ ա բարակվում, նեն չի որ չի հիվանդանում, պրոստը ես շատ հաճախ, շատ ա եղել, ասենք հիվանդ են եղել, կազմում չեմ էլ ասել, որ հիվանդացել են, դրամա միգուցե այդպես տպավորություն ստեղծվել ա, որ չի հիվանդանում դավը բացեղվել, մի խոսքով, ինչև է։ Բայց դե բժշկի նշանակած բաները իրենց օգուտը այդ բանին տվել են, էլի ավելի քիչ օրգանիզմը միգուցե ամրացել էր։ Դե նման բաները իհարկե կարծում եմ պարբերաբար պետքա կրկնել, օրինակ չգիտեմ, վիտամինային կոմպլեքս եւ այլն, բայց չհասցնեք այդ վիտամիններ, որովհետեւ նախ ճիշտ ասած չեմ հիշում նորմալ, երկրորդն էլ հատկապես երեխեքին այդպես օթից բանես տալ պետք չէ, էլի բժիշկը պետքա նշանակի։ Խոսքով, բայել եմ, ուշքի գամ ու գնամ միանամ։ Այսպես պիլեսոսից հա, ճիշտ ես ասում։ Հասա։ Սերո գուկայց է, որ մաղթում եք, գուկայց է դες կալվի։ Չգիտեմ, ինչու ձկան հոտա խորիկը զգում, ես էլ եմ զգում։ Այն անգամ կուխնյա որ ռեմոնտ էինք անում, որ առաջ տվեցինք այդ լվացքի մեքենան, հետևից գաց, այսօր նջասենյակից ասում կա պիլեսոսի մեջ է, բայց ձկային ինչ-որ բան չեն կարևոր ասել պիլեսոսը քաշած չգիտեմ այդ ինչ է։ Խորենը անցավ գործի, դեռ գիշերն էին գույնը բռնել, այսինքն ինչ-որ հավես երանգաս, կարիչնիվի, հետարքի է, բայց այդ ներկերի որակից խոր, այդ մի րոպե էլ տեսնեմ ճիշտ եմ ասելու, կոլեր, հա, դրանց որակից գոհ չեմ, ասենք այդ մուգ կարիչնիվի գույնը ստացվում է ինչ-որ սենց, ոնց որ ինչ բացես, պերսիկի երանք ստացվի։ Այո, բոլոր ճանապարհները տանում են այդ երանգը։ Հա, բալես, բայց հա քիչ ստերդ։ Որովհետև չէ, սառնապոլիկը կյանքս։ Անջան ես 12-ին դասի եմ, բայց չթողեմ էլի, ու ժամին ու շատ իրեղի։ Ասի, անցքար մեկը։ Ես կհակնեմ, կգամ կշարունակեմ այս պատը խորս։ Դու գնա։ What's good?
Խորեն այս պատը միտակ ներկեց, վիրամուր դասա, այդ ընթացքում ես ես դրան պայոմը, պատիմանների մոտ, պիտի զամասկանեմ, վերցրել եմ զամասկաս, արդեն սկսել եմ, ստեղ հավականի հոսեր կամ փորձենք լծնում։ Չէ, բարի, դուստի դու հայ, ես գրասենյակում շոն կանել, անհարմար է, որտեղ պատումանը մեջքիս հետև նա անգնում, որակը լավը չկնում, բայց դե ինչ հարած, մենք Իտալիա, Իտալիա, Իսպանիա, Շպանիա, Դավես, ինչ ես անում, արեք Արմենիա, Արմենիա, ես այդ իաները, որ մենք իա ենք ասում, Իտալիա, Իսպանիա։ Եկավ շարունակելու գործս, իրար օգնում ենք, որ չհոգնենք։ Ես զամասկա արեցի ահագին ու պատի այդ սկզբի մասը երկրորդ տակը քսեցի, բայց երկար չձգեցի, մի քիչ այսօր ֆիզիկապես լավ չեմ զգում ինձ։ Good job, good job։ Ես ու Խորենը մեջքի տված առաջ քաշեցինք իր գարդիրոպը, իմ գարդիրոպը։ Հիմա այս հետևի հատվածը տեսնում եք, բորբոսն էլ այն մասը։ Այս սենյակում քանի որ պառ չկա, ու մենք ինչքան էլ պլիտա վառում ենք, միևնույն է այդ պատուհանի հատվածից քամի ա ուժեղ փչում ու տաքու հովա լինում, այդ հատվածը բորբոսն էլ է։ Հիմա մենք դա այդ հակաբորբոսային հեղուկով կմաքրենք, մինչև ներկելը։ Այստեղ պատի վրա էլ կա սարդոստայններ, հիմա դրանք էլ կմաքրեմ։ Այս գիծը, որ տեսնում եք, սա չգիտեմ ես ինչ գիծ է, այս սկզբանե այսպես գնում է։ Ենթադրում եմ, որ հոսանքի գիծն է, տեսեք, սենց։ Հəl նայեք, Դավիթ, այդ ինչ ես քիթիկը տարե։ Այդ ի՞նչ է քիթիկդ։ Այժմ Էդ ով է արի։ Պլաստիկները գտել է, կպցել է մարտաշեսն արը։ Բա, մի խոսքով։ Մեզ թվում էր իմ գարդիրոպն է բարդ լինելու տեղաշարժել, բայց Խորենին ավելի բարդ էր, պատկերացրեք։ Հիմա անցնենք մնացած հատվածին, հեսա մեր տեղերն է պիտի առաջ տանք, այստեղ ես ահագին զամասկայեմ արի։ Խորենը ավարտեց պատի այս հատվածը, հեսա գարդիրոպս կդնենք տեղը, հա, հետո Խորենի մոտ դասա, դասերից հետո նոր արդեն շարունակությունը կրավաթը առաջ կտանք եւ այլն եւ այլն։ Մի հատ հեսա փոշուր շորով այս կողքը մաքրեմ, որտեւ այն մյուս գարդիրոպը հենվելու է իր այս մասին էլի, որպեսզի լավ լինի ամեն բան։ Պոլերից ներկերը մաքրեցինք, պլինտուսները դրեցինք, շատ հոգնած ենք, կահույքը հետրեցինք իր տեղը, մնում է հագուստ տեղենը, բաները տեղավորենք, կամած չընկնենք։ Ընդհանուր կարգի բերենք սենյակը, վաղ արևի լույսի տակ ավելի լավ ցույց կտամ։ Միայն թե պատերի վրա էլի կային մի քանի հատուկ տեղեր, ես չգիտեմ, դա խոնավությունն է, դա ինչն է։ Ներկը քսում ես, ինքը ճաքում սենց դուրս է գալիս կամ փուչի կա տալի։ Ասենք սաղ պատը կարող ես անել, նման խնդիր չկա։ Կոնկրետ այսքան տեղ այդ խնդիրը ունի։ Օրինակ մեր այդ մահճակալի կողքը մի հատված կա այդպես, անում եմ, քանդում եմ, անում եմ, պոկում եմ, այսպես դուրս է գալիս։ Մի խոսքով մի երկու տես բան եղավ, կազուսներ, բայց ընդհանուր առմամբ կարևորը ոչ Անջան, արեցինք, ես վախենում ենք այս ծանր բաները քաշում ենք, ոսպի քաշեցինք, արեցինք։ Մեջքի որ տանք սարեշուր կտա։ Այո։ Բայ, խորիկ ասում լավ է Ռեմբո է։ Ասում մենք ուժեղա, մի հատ կպնում է, կարակի պես սղում է։ Գարդիրոպը։ Ուժեղ աղջիկա։ Եվ հոգով եւ ֆնենց։ Ժողովուրդ ջան, Խորենը իր համար գրատախտակեր պատվիրել, որը վերանորոգումից հետո այն հինը դեներն է, դե վարի գնացած ավելի մեծ։ Չեմ պատվիրել, գնել եմ։ Այնքան ենք պատվիրում ամեն ինչ, արդեն պատվիրել եմ ասում։ Լավ ասեց, Անջան, չեմ պատվիրել, գնել եմ։ Ես չեմ տեսել, դիտմամբ, ասեցի, որ բացես նկարենք։ Անեմ հիմա։ Հա, հանի։ Ուրի գնձի, սերախոստով անել։ Մի րոպե, ես պրոցես եմ անում։ Հա, գերմաներ եմ, հա, Մենք ինչի պետք է գրենք անգլերեն։ Որ ես էլ եմ նույնը անում։ Ես գիտես, ինչ ասես ջնջոն, պլոնկա։ Հա, պլոնկա կավելան, գիտեմ։ Մեր սիրուն հայերենը։ Երես смотрится намного лучше։ Մի խոսքով երեխեք ջան, ես էլ Խորենի նոր приобретениан իր օնլայն եւ օֆլայն դաս, չէ, օնլայն չէ, sorry, օֆլայն դասեր։ Անգլերենը միայն դասերի ժամանակ, կստացի։
Սա թղթի համար է։ Հա, որ պլակատ բան կպցնես։ Հա, Կստացի ես ունեմ գերմաներենի պլակատներ, բայց մինչև հիմա ես չէի կարա կախել, այ հիմա արդեն ես կարողանում։ Դեսի կարելի է ինչ-որ հավես ֆորմատ մտածել ինստայի համար, դու ինձ գերմաներեն ինչ-որ բաներ անես, ես փորձեմ գուշակեմ, թե ոնց կհնչի, օրինակ այդ բառը գերմաներեն կամ չգիտեմ, մի հետարքին բան մտածենք, էլի ոգեշնչվեցի քո գրատախտակից։ Ասա որ հավեսն է։ Ահա, շատ։ Երեխեք ջան, մեզ մոտ վաղ առավոտ է, ռեմոնտից հետո ննջասենյակի ռեմոնտը գիշերը ավարտեցինք, ամեն բան հավաքեցինք խորենի հետ, ու դու պատկերացրեք այդ ռեմոնտից հետո ինչ հաճելի է արթնանալ ու գիտակցել, որ դու ավարտել ես։ Այսօր որ կամ տեղեր մեղերը հավաքեմ, դες անպայման ցույց կտամ։ Հիմա գնում եմ համալսարան, թե դες ղեկավարի հետ հանդիպում ենք պայմանավորվել։ Պիտի քննարկենք, թե ոնց եմ սկսում, որովհետև մինչև փետրվարի առաջի կես արդեն պիտի որոշակի աշխատանք կատարված, մինչև բալես թաթիկն այդ կեղտոտ, մաման մաշկը նորա լվացել։ Հետևի ֆոնին քնած խորենը, անջատեմ, շատ չբլբլամ, չարտնասնեմ իրեն, էլի։ Всё, անցանք հիմնական մասին, մի արեք ես։ Վերջ երեխեք ջան, ես պատրաստվեցի, ինձ կարգի բերեցի, ճիշտը որ ասեմ մտածում եմ մետրոյով գնամ, բայց նայած մռայլ եղանակ է եւ մետրոյով հետ կգամ, բայց տաքսիով կգնամ, հատկապես որ նորմալ տաքսու ժամը, այսինքն տարիֆը նորմալ է լինում այս ժամերին։ Մի տեսակն է լարվածություն եմ զգում, միգուցե որ առաջին հանդիպումն է դրանից, չգիտեմ։ Ինձ մենակ թող պապային մի արտնացու դարտաշեսն դպրոցը։ Ես խելոք կմնամ, քեզ կզանգեմ, ասում չէ, բալես դու փոքր ես, բա ոնց Արտաշեսի մենակ թողել ես, ասում դա 4.5 տարի քեզից մեծ է, տարբերություն կա թե չէ։ Մեկը կպած ասում չէ, պապային չարտնասնես, առանց արտնասնել գնա, հա։ Բայց դառնում եմ 5։ Դու արդեն դառել ես 5։ Այո, դառնաս 8։ Հա, ես դառնում եմ։ Ես հասա, դյունա գցում երեխեք։ Բան էի արել, եղանակի տեսությամբ լսել էի, որ, բայց կարծեմ փետրվարի 1-ին 2-ին էր ձյուն տալիս, չգիտեմ, ամեն դեպքում ինչ-որ ձյուն գալիս է, շատ մռայլալ, իսկական ձմեռ, իսկական հունվարի վերջ փետրվար, սենց ասեմ։ Երեխեք ջան, ես հետ եկա մեր կայարանում եմ, հանդիպում ընդհանուր առմամբ տևեց 10-15 րոպե, գլուխների բաշխում արեցինք, արդեն պիտի սկսեմ աշխատանքը։ Խոսքով ես մտա փուր, մի քանի բան վերցրեցի, խաչապուրի, սինաբոն և կեքս։ Ես ուր շատ բուրգեղենի ուր ստացվում, բայց դե ոչինչ։ Այսօր Արտաշես ես դպրոցից հետո տատիկի հետ կգնա Սիսիկի քրոջ տուն, մի 2 ժամ ուշ կգա, դավս էլ ասում եմ մամա բան կբերես ժլաշկա, ձայնային էր արել, էդ էլ վերցրեցի։ Խոսքով մեզ մռայլ եղանակը շատ ուզում եմ շուտ գնամ տուն տեղերս հավաքեցի, սենց նայում եմ այս վերանորոգած ննջասենյակին ու եմ որ սիրտս մի հատ սենց չգիտեմ լույսով ալցվում մնվա խորենա աղբը տանի թափի այդ շին աղբա մի քիչ կուտակվել խոհանոց կարգին ոնց որ չլինի, բայց մնացած ամեն ինչը կարգի ենք բերել, ես ու խորենը հավաքել ենք, մաքրել ենք, չգիտեմ, всё չիկի-պուկի, շատ գոհ եմ, շատ երեխեք ջան, նայեք ոնց է լուսավորվել, ոնց է պայծառացել։